Հայաստանից վերցնելու են ռազմաբանական նշանակության տարածքներ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում նման պնդում է անում քաղաքագետ Աղասի Ենոքյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Արցվաշենը վերադարձնելու մասին հայտարարությանը։ Արցվաշենի մասին ուրեմն նրա ասածը հաջորդեց Ադրբեջանի հայտարարությանը, որ իրենք պետք է իրենց անկլավները հետ վերցնեն։ Անկլավները հետ վերցնելը հասկանում եք, որ սա Հայաստանից լուրջ տարածքներ հետ տալ է, որովհետև այդ անկլավներում չեն գալու ուրեմն պարզ գյուղացիներ, հա, եւ այնտեղ հող մշակեն։ Առաջին հերթին գալու են այդ գյուղացիներին պաշտպանող զորքերը։ Եվ ուրեմն Արցվաշենի պատրվակով Հայաստանից վերցվելու են ստրատեգիական նշանակության տարածքներ, որոնք որ վերահսկում են ուրեմն մի կողմից Հայաստանը Արարատյան դաշտը, ասենք, Վայոց ձորին եւ Սյունիքին կապող ճանապարհները, մյուս կողմից Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհ։ Այս ամենն ըստ քաղաքագետի Հայաստանը դնելու է սարսափելի վիճակի մեջ, իսկ իշխանությունը ստիպված գնալու է արտահերթ ընտրությունների։ Ալիևը արագ է պահանջում այս ամեն ինչը։ Ուրեմն Նիկոլը պետք է կարողանա վերահաստատել իր ճակերտավոր լեգիտիմությունը Հայաստանում, որ դրանից հետո կարողանա այդ տարածքները տալ։ Ըստ նրա Ալիևին ձեռնտու չէ հարցի ռազմական լուծումը։ Հասկանեք, այս տարածքները ունեն տարածքները տալը էապես տարբերվում է, ասենք, Արցախը տալուց, որովհետև այստեղ Ալիևը չի կարող պարզապես ռազմական օպերացիա կատարել։ Դրա համար պետք է որ Հայաստանը ինքը իր կամքով հանձնի այս տարածքները, այնպես ինչպես հանձնում է ուրեմն Զանգեզուրի միջանցքը։ Դա ռազմական օպերացիան թանկ կնստի Ադրբեջանի վրա։